Ամերիկայից եք այցելել Հայաստան եւ այսօր էլ գտնվում եք Եռաբլուրում մայիսի 9-ին ընթരാճ։ Ինչ զգացողություններ ունեք այսօր դուք։ Ուրեմն Եռաբլուրը անշուշտ մեզի համար շատ եւ ցավալի երևույթ է, բայց նաեւ դրական այն է, որ այսքան զոհեր տվեցինք եւ իզուր դեղը չեն։ Ես վստահ եմ, որ օրը պիտի կա, որ այս զոհերը, որ 2020-ին տվեցինք եւ բարդություն են ապասեն, պիտի ժամանակ կա, որ հույսամ շատ ավելի քիչ թիվերով պիտի հաղթության արժանանանք։ Ում գերեզմանին եք այցելել։ Ուրեմն եկել եմ ես ստակումով Հալեբից եմ, բայց սովորում եմ այստեղ երաշական ուսումնարանում, այդ ժամանակ ընկեր դարա Մագիչի հետ, որ նաեւ հայտնի երգիչ էր ասկային Մգրդիչյանի, ինքը 2020-ին վիրավորվեց, բայց փրկվեց, բայց հետո այդ չարափախտի հիվանդություն ունեցավ։ Նրա համար չի եկել գերեզմանը, նրա համար եմ այստեղ, բայց նաև ուզում եմ ես լրիվ մի հատ տեսնել էլ ես ամեն։ Կարող եք պատմել Մկրտիչյանից, ինչ եք հիշում նրանից։ Շատ բաներ, դա գերեւի իմ կյանքում հանդիպած ինքը որ մահացավ ես այնտեղ հայկական թերթում Ամերիկայում հոդված գրեցի, գադարյալ հայը այդ անունով։ Իմ կյանքումս հանդիպած անձնական բանի մեջ ամենա լավ հայերից մեկն է, որին հանդիպել եմ, նա գարար հեշտությամբ Ամերիկա գնար ապրեր, բան բայց չարեց, գարար, գիտեմ որ գարար։ Այդպիսի մարդիկ են, որ այս երկիրը բահում են։ Ինչ պահեց նրան հայրենիքի սերը։ Իհարկե, գադարյալ հայ, ինչ անում։ Մենք այդքան գադարյալ չենք դժբախտաբար։ Տեսեք, սփյուռքահայ եք, բայց այսօր ուրացման գործողությունն է, ուրացման քաղաքականություն է վարվում Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից։ Դուք ինչ կասեք, հայոց ցեղասպանությունն են ուրանում, ժխտում։ Այդ քաղաքական հարցերը ես չեմ կարծում ժխտում են։ Արտաքին հիմա պետք է արտաքին քաղաքականություն ներքին հետ անչադել։ Մենք հիմա իհարկե չենք կարող մի հատ էլ երկրորդ ջագատ փանալ Թուրքիայի հետ, պետք է նախ Ադրբեջանի հետ հարցերը լուծել, բայց մեր ներքին խոսակցությունը, մեր ներքին մոդեցումը մնում է միշտ նույնը, որ ցեղասպանությունը կա, եղել է, պիտի այդ ամբողջը բահել, մինչև որ օրը կա Հայաստան ավելի հզորանա եւ ավելի լավ ուժեղ ձևով կարողանանք մեր պահանջները ներկայացնել։ Դուք ինչ եք կարծում, ինչպես կարելի է Հայաստանը հզորացնել, ինչ ճանապարհներով, ինչ ուղիներով։ Առաջինը մենք նախ պետք է զորանանք, նավ ավելի լավ, չգիտեմ ինչ ընթացքի մեջ է, լավ զորավոր պրոֆեսիոնալ բանակը ստեղծել, մի քիչ ավելի ինձ թվում է ավելի ակտիվ պետք է մնալ այդ ուղղությամբ եւ նաեւ աշխատել, որ ավելի վստահելի դաշնակիցներ ունենանք եւ մի հատ չլինի մի քանի։ Եք տեսնում այդ դաշնակցին։ Ես առայժմ տեսնում եմ ավելի Ռուսաստանը թող մնա, բայց նաեւ արևմուտքիալ երկու կողմն էլ է պետք, որովհետեւ չգիտես ինչ կլինի մեկը մյուսը։ Լավ կլինի որ նաեւ արևմուտքի հետ համագործակցենք։ Եվ վերջում Արցախի ազատագրումը ինչպես եք դուք տեսնում։ Արցախի ազատագրումը առայժմ կարծում եմ միան պիտի աշխատել, որ ժողովուրդը վերադառնա եւ այդպիսի Եվրոպայում պիսի խոսակցություն կա, որ պետք է միջազգային խաղաղարար զորքեր լինին, թե ոչ ժողովուրդը չի վերադառնա, չեն վստահ, այնտեղ արանքը երկուքի մեջտեղը։ Առայժմ նրա վրա պիտի աշխատել, այդ է ռեալիստականը։ Իսկ մնացածը ավելի լավ ժամանակների հետո։ Ամերիկայի հայ համայնքը ինչ է խոսում Արցախի հարցի վերաբերյալ, ինչպես է խնդրի լուծումը տեսնում։ Ամերիկայի հայ համայնքը շատ ակտիվ, քանի գազագերբություններ կան եւ ոչ հայեր, որոնք հայերի հետ բարեկամ են, ծանոթ են, շատ ակտիվորեն կարող եմ ասել, որ աշխատում են Արցախի համար, Հայաստանի համար, Հայաստանի անվտանգության համար, Ադրբեջանի ագրեսիան չգայացնելու համար եւ այդ կողմից դրական արդյունքներ կան։